Ողջույնները սիրելի հայրենակիցներ, այսօր ես ձեզ ցույց եմ տալու հրաշալի վայր, որտեղ հասնելը այդքան էլ հեշտ չէ, պետք է անցնենք գետը, պետք է անցնենք կիրճով, իսկ երեկոյան ժամերին միայնակ այնտեղ գնալ չի խրախուսվում, կարող են հանդիպել արջեր։ Խոսքը Տաթևի մեծ անապատի մասին է։ Անապատ նշանակում է մենաստան նաև, այսինքն ճգնավորների համար նախատեսված վայր։ Եվ այնտեղ մենք կտեսնենք պարիսպներ, մատուռ, եկեղեցի եւ իհարկե գեղեցիկ բնություն։ Սա ճանապարհն է, որը տանում է Տաթևի վանք։ Այս ճանապարհը տանում է դեպի Հալիձոր։ Որոտան գետն է, որը պետք է անցնենք, եւ կիրճը։ Լավ է, որ շատ անձրևներ չեն եղել վերջին օրերին, լավ է, որ վարար չէ գետը, այլապես չէին կարողանալու անցնել։ Վահանակներ կան փակցված։ Տեսեք, նշված է, որ կարող են հանդիպել գորշ արջեր, վայրի խոզեր, հնդկական մացառախոզեր, եվրասիական լուսան, եվրոպական այծյամ և բեզոարյան այծ։ Տեսեք, այստեղ նշված է, քայլելով Տաթևի մեծ անապատ, մնացել ընդամենը 300 մետր, Տաթևի վան գնալու համար քայլելով 4.3 կիլոմետր պետք է բարձրանալ, իսկ բարձրավան հասնելու համար 14 կիլոմետր պետք է անցնել։ Հասանք արդեն դարպասների մոտ։ Համալիրը իր մեջ ներառում է Սուրբ Աստվածածին եկեղեցին, մատուռ դամբարան, սեղանատուն, ջրաղաց, այստեղ մենք տեսնում ենք նաև խցեր, 64 խցեր են այստեղ կառուցված եղել։ Սառը ջուր է այստեղ գալիս։ Տարածքում կան թթենիներ և անկուզենիներ։ Իդեպ ասում են, որ ըստ Առաքել Դավրիժացու այստեղ հոգևոր ծառայություն էին կատարում մոտ 700 միաբաններ։ Հիմա այստեղ մեկ մարդ է ընդամենը հոգևոր ծառայություն կատարում։ Այսպիսին են խցերը։ Այս նույն ձորում հարակից գտնվող տարածքում եղել է Հարանց անապատը, այսինքն էլի մենաստան, և Հարանց անապատը 1658 թվականին երկրաշարժից կործանվել է և կառուցել են արդեն Տաթևի մեծ անապատը։ Հիմա մտնենք Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը կառուցվել է 1663 թվականին։
Սիրելի հայրենակիցներ, հենց այստեղ էլ ես ուզում եմ մեկ շատ կարևոր խոսք ասել, մեր բոլորի կյանքում լինում են դժվարություններ, լինում են իրավիճակներ, երբ մենք ինքներս չենք պատկերացնում, թե ինչպես ենք կարողանալու հաղթահարել։ Այդ թվում նաև իմ կյանքում են եղել շատ լուրջ խնդիրներ, որոնց ես բախվել եմ, եւ հետո հավատի միջոցով խնդրել եմ Աստծուն, Հիսուս Քրիստոսին, աղոթել եմ եւ ես կարողացել եմ դուրս գալ այդ խնդիրներից հաղթանակած։ Ու վստահաբար հիմա ես կարող եմ նշել, որ հավատը այն արժեքներից մեկն է, որի շուրջ կարող ենք բոլորս համախմբվել, եւ ես շնորհակալություն եմ հայտնում Աստծուն, շնորհակալություն եմ հայտնում, որովհետեւ Աստված ինձ միշտ օգնում է, ինձ միշտ դուրս է բերում իրավիճակներից եւ ինձ տանում է ճիշտ ճանապարհով։ Ուզում եմ նաեւ մեկ բան նշել, որ երբ մենք խոսում ենք հավատի մասին, դա միայն խոսքերով չպետք է լինի, դա պետք է լինի յուրաքանչյուրի գործի մեջ, յուրաքանչյուրի մտքի մեջ, յուրաքանչյուր պահի։ Եվ վստահաբար, երբ մարդ շարժում է այդ պատվիրաններով, երբ մարդ պարզ է, մաքուր է, արդար է, երբ նա հավատում է Աստծուն եւ անընդհատ փորձում է, նա վստահաբար հասնում է իր նպատակներին, իր բարի նպատակներին։ Շնորհակալ եմ բոլորիդ, կհանդիպենք։